Ողջույն հարգելի ստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաքվե միավորման վարչության անդամ Ցոլակ Ակոբյանին, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Ակոբյան, բան չմնաց մի քանի օրից նոր խորհրդարանը իր աշխատանքները մեկնարկում է եւ այսպես արդեն դեռ չսկսած ձևավորված այս օրենսդիրը ոչ լեգիտիմ պիտակը իր վրա արդեն վերցրել է, ընդ որում դա ասում է թե իշխանությունը, ասում է որ ընդդիմությունը կաշառք է բաժանելու, ընտրությունները ոչ լեգիտիմ են, ընդդիմությունն էլ իր հերթին է ասում ոչ լեգիտիմ։ Այս պայմաններում որքան կյանք կունենա խորհրդարանը։ Շատեր ասում են որ արտահերթ ընտրությունները սարերի ետևում չեն։ Կանխատեսումները, ինչպես միշտ քաղաքականության մեջ այդքան էլ գնահատելի չեն, կանխատեսումներ անել, այո, բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ այո, այս ոչ լեգիտիմ իշխանությունը, ոչ լեգիտիմ խորհրդան ասելը մի քիչ հարաբերական է, լեգիտիմ խորհրդանը լեգիտիմ չեն առումով, որ այո, իշխանությունը կեղծել է ընտրությունները, դրա արդյունքում նորից գործած իշխանությունը ինքնավերցնելու գործած իշխանությունը, այսինքն այդքան մասով միանշանակ լեգիտիմ չի այս ազգանշությունը, ինչ վերաբերում է ընդդիմության իբր կաշառ բաժան եւ այլն, մենք բոլորս ականատես ենք լինում, հեսա նաեւ աստիճանաբար կտեսնենք դատարաններում, ինչպես են այս գործերը, ես վստահ եմ ջարդվելու։ Այս գործերը դատարանում իրենց տրամաբանական ավարտին մեծամասամբ չեն հասնելու, որովհետեւ շատ լավ հասկանում ենք, թե ինչի համար է դա արվում։ Ջան, պարզ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով մի քիչ հասկանում է քաղաքականությունը, հասկանում է քարոզչությունը, ամեն ինչ իրականացում էր քարոզչական նպատակներով։ Այո, ցավոք սրտի հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական մարմինները ամբողջությամբ քարոզչական աշխատանքի մեջ էին եւ այդ տեսագրությունները, ձայնագրությունները ավելի ճիշտ բուն հիմնական նպատակը քարոզչության իրականացումն էր ի օգուտ իշխող կուսակցության։ Սա պարզ է, դրա համար այո, ես համաձայն եմ, որ խորհրդարանը իշխանության մասով, մեծամասնության մասով լեգիտիմ չի, իրանք չպետք է ունենային այդքան ձայն, այդքան մանդատ, դեռ ավելին 60,000 քաղաքացու ձայն գողացել են, սա չգրված մի դեպք է երևի ժողովրդավարության պատմության մեջ, երբ որ մի քաղաքական ուժ հաղթարելով շեմը, չգիտեմ, ինչ պատճառով չի այդտվում։ Զինվորականներն են մտնում ընտրության, կամ չգիտեմ, ինչ-որ մի տեղամասում մեկ այլ կուսակցության քվեաթերթի կարգա չէ, դժում է Բարգավաճ Հայաստան կուսակցության 60,000 քաղաքացու ձայն այնտեղ ներկայացած չի։ Այո, այս մասով լեգիտիմ չի համաձայնեմ։ Այո, ես էլ եմ կիսում այն կարծիքը, որ այս խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, որովհետև այս իշխանությունները շուտով հեռանալու են։ Պարոն Ակոբյան, նայեք, ԲՀԿ-ի հետ կապված ասում են, որ սա աննախադեպ է, մշտապես կեղծիքներ եղել են, բայց որ բացահայտ մի ուժ հավաքի ձայներ, բայց խորհրդարանից այսպես դուրս թողեն, դա ասում են աննախադեպ է։ Այդ դեպքում չեք կարծում, որ դա իշխանությունը բնականաբար ամեն ինչ պիտի անի իր դիրքերը ամրապնդելու համար, տարբեր մեթոդներով, այս դեպքում ընդդիմությունը հենց նույն այսպես սոլիդարություն ցուցաբերելու առումով թեկուզ, այդ ցույց տալու համար, որ իսկապես ընդունելի չէ, ինչպես ասում են աննախադեպ արարք է, այս դեպքում ճիշտ համարում եք մանդատները վերցնել եւ արդյոք պետք չէր գոնե այսպես սոլիդարություն հայտնելով ԲՀԿ-ին, դժգոհությունը հայտնել եւ մանդատ չվերցնել։ Քրիստինե ջան, սա երկու մոտեցում ունի, ու կյանքը ցույց կտա, թե ովքեր են ճիշտ։ Չվերցնելու կողմնակիցները, թե վերցնելու կողմնակ։ Թողենք սոլիդարությունը, ճիշտ քաղաքական, ռեալ քաղաքականության տեսանկյունից նայենք, թողենք սոլիդարությունը, վերցնել ճիշտ թե չվերցնելը։ Այո, մեծ թվում մասնագետներ, քաղաքացիներ ասում են պետքա չվերցնել։ Բայց հիմա ես հակառակ մոտեցում եմ գալիս, թե առաջին իսկ օրից իմ մոտ եղել է այն տրամաբանությունը, ես ինքս չկայի ցուցակում, Հայաքվեի որևիցե անդամ չի եղել ցուցակում, որտեղ մենք սկզբունքորեն ցուցակում չենք եղել, որտեղ մենք ցույց ենք տվել, որ մեր խնդիրը պաշտոնները չի, մեր խնդիրը իշխանափոխությունն է։ Դրա համար միգուցե ժողովրդական լեզվով ասած մեր լեզուն ավելի երկար է մասով խոսելու, ես ինքս ի սկզբանե իմ մոտեցումը անձնական եղել այն, այո, որ պետքա մանդատները վերցնել։ Ինչի պետքա մանդատները վերցնել, որ չպետքա թողել այս իշխանությանը հայտնվեն պարլամենտում, որովհետև սրանց ես վստահ եմ, իրանք ինչ սցենար էին գծելու, եթե մանդատները չվերցնեին, իրանք օգտագործելով են դրույթը, որ ազգային ժողովում պետք է լինի առնվազն 3 խմբակցություն, սահմանադրական, դիմելու էին հանրապետության նախագահ դիմելու էր սահմանադրական դատարանը, ինչպես այս դեպքում, մի հատ վճիռ էր տալու իրանց, այո, որ հնարավոր է հաջորդ չանցած կուսակցություններին ընդգրկել պարլամենտում, օրինակ Գուրգեն Սիմոնյանի կուսակցությունը հայտնվել էր պարլամենտում։ Այսինքն չվերցնել իմ կարծիքով տակտիկական, միգուցե այո, բոլորս այդ բանին հոգեբանական ու բան կզգայինք, էլի քաղաքացիները խանդավառություն կզգան, որ չեն վերցվել, բայց
ռեալ քաղաքականության տեսանկյունից հավատացեք դա որևիցե բան չէր տալու, որովհետև ազգային ժողովում վերցնել ինչ է տալու։ Վերցնելը այն է տալու, որ մենք չգիտենք 1 ամիս հետո, 1 տարի հետո։ Ստացվում է երկու դեպքում էլ այսպես, հա, անորոշ ինչ որ ոչինչ արդյունք չտվող։ Քրիստիան ջան, բայց եկեք հիշենք 2018 թվականը։ Վերջիվերջո ազգային ժողովով տեղ ունեցավ իշխանափոխությունը։ Այսինքն մենք այս սցենարը չպետք է բացառենք։ Բայց դա հաջողվել էր փողոց գեներացնել։ Այո, հաջողվել է, ես չեմ բացառում։ Բայց այս դեպքում ընդդիմությունն ինքն է, հա, ասում որ այս պահին չենք տեսնում այդ փողոց։ Իսկ մենք վստահ ենք, որ 5 տարի չենք տեսնելու, Քրիստիան ջան, որևիցե մեկը կարա 2018 թվականի մարտ ամսին կանխատեսել 1 ամիս հետո ինչ է լինելու Հայաստանում, որևիցե մեկը չի կարա կանխատեսի, որովհետև շատ զարգացումներ են ընթանում, աշխարհական վերադասավորումներ են ընթանում, մենք չգիտենք ինչ է լինելու։ Այն հանգամանքը, որ ցավոք սրտի, այո, Հայաստանի վրա արտաքին ազդեցություն է, ցավով եմ դա ասում շատ, դա փաստ է։ Այսինքն արտաքին եւ ազդեցություն կա, որովհետև այս ընտրակեղծիքները, վարչական ռեսուրսի կիրառումը աննախադեպ էին։ Ուսանև համենայնդեպս մինչև այսօր գնահատական չի ստացել արևմտյան ժողովրդավարական կառույցներից, ու պիտի վաղ թե ուշ այդ գնահատականը ստանաս, ծանր է նստելու այս իշխանության վրա։ Միգուցե այսօր ինչ-ինչ շահերիզյանով չկա այդ լեգիտիմացնում են, sense ասենք, այս ընտրության արդյունքները, բայց ես համոզված եմ, որևիցե մեկը չունի երաշխիք 1 ամիս հետո, 1 տարի հետո ինչ է տեղ ունենալու։ Դրա համար հրաժարվել մանդատներից։ Լավ, սա հիմնական գլոբալ խոսեցինք, ավելի նեղացնեմ թեման։ Այսօր մեր հարյուրավոր ընկերներ կալանքի տակ են, կեղծ շինծու գործերով։ Այսինքն եթե մանդատները չվերցնեն, եւ հնարավորություն չեն ունենալու այդ մեր քաղ բանտարկյաններին աջակցելու տարբեր հարթակներից, միջազգային հարթակներից խոսելու դրա մասին։ Այսինքն միանգամից դա թողել, հանձնել, ու ասել գնա ինչ ուզում ես, իդեպ նախադեպ ունենք։ Վրաստանում չվերցեցին, ինչ տեղ ունեցավ, ինչ փոխվեց Վրաստանում։ Ամեն քաղաքական համակարգ իր մոդել ունի։ Համաձայն եմ։ Դրա համար ես չեմ ասում, որ իմ ասածը բացարձակ ճշմարտություն է։ Ես ասում երկու մոտեցումներ ապրի իրավունք ունի, բայց իմ կարծիքով մանդատները հնարավոր է ապագայում պետք է։ Չվերցնելը որևիցե բան իմ կարծիքով չէր տալու։ Պարոն Հակոբյան, խոսեցիք քաղաքապետարների մասին, այսօր հա տարբեր իրավապաշտպաններ խոսում են, որ աննախադեպ քանակի։ Հիմա այդ թվում էր, թե գոնե քաղաքապետարների հարցը պետք է քաղաքական շրջանակներին միավորի, այսպես հա, մի ուղղությամբ տանի, բայց այսպեսի տպավորություն է, որ սա էլ են բաժանում, այ սա այս կուսակցության քաղաքապետարն է, սա այս մեկը այս կուսակցության, այդպեսի տպավորություն է անում։ Անկեղծ ասած չէ, չեմ նկատում այդպիսի տպավորություն, մենք սերտորեն համագործակցում ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, քանի որ այսօր մեր համակարգող եւս քաղաքապետարյալ է, անհիմն շինծ ու քրեական գործով այսօր գտնում է կալանքի տակ, արմավիր քրեակադրական հիմնարկում, մենք լայնորեն համագործակցում ենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ, համագործակցում ենք, ստեղծել ենք հարթակ ընդհանուր աշխատանքի իրականացման, փորձում ենք մեկս մյուսին օժանդակել այս հարցում, այսինքն արդյունք կա գրանցված։ Մի քիչ երբ որ մենք գործ ունենք տոտալիտար, ավտորիտար, մարդու չհարգող ռեժիմի հետ, այնց արդյունք ակնկալել իմ կարծիքով դժվար է, որ արդյունք լիներ, այսօր իշխանությունը իրանք չեն լինի։ Այսինքն նաև այս տեսանկյունից իհարկե դիտարկենք, իհարկե չկա արդյունք, բայց ինչ անենք, ձեռներս ծալենք, նստենք, սպասենք ինչ ալնու, սպասենք ինչպես են երկիրը կորցնելու, իմ կարծիքով հազարավոր քաղաքացիներ պատրաստ չեն դրան, հազարավոր քաղաքացիներ պատրաստ են պայքարել։ Հիմա մենք էլ պայքարում ենք, գիտենք դրա գինը, գիտենք որ այսօր Ավետիք Չալաբյանն է, վաղը մեկ ուրիշն է լինելու, միգուցե ես եմ լինելու եւ այլն, բայց այս է գինը։ Պայքարի հայրիկ ունենալու գինը ստա է։ Ու այո, մենք գործ ունենք օրենք չհարգող մի իշխանության հետ, որի համար երեխայի շահ նույնիսկ չկա։ Նույնիսկ Չալաբյան Ավետիք այսօր իրավունք չունի իր շփվել 9 տարեկան երեխայի հետ։ Այսինքն նույնիսկ երեխայի շահն է ոտնահարվում այս իշխանության օրոք։ Այո, ճիշտ եք ասում, արդյունք։ Ինչպես Արեգնաց Մանուկյանի, ինչպես մեր էլի հարյուրավոր այլ գործընկերների միջոցով։ Այդ գործերի մեծ մասը դատարան կամ չեն մտնելու կամ տապալվելու են։ Ու այդ քրեական գործերը, այո, մտնում խարան են լինելու։ Ինչպես տեսանք երեք ամենայն հայոց կաթողիկոսի դեմ գործը մտնում է դատարան։ Այն էլ ինչ գործ, երբ մարդ իր լիազորություններն է իրականացրել, իր հոգևոր կյանքի վրա որոշումներ իրականացրել։ Այսօր ինքը մեղադիալի կարգավիճակում է։ Սրանք զավեշտ են, ես նույնիսկ վերջերս ասին Բագրատ Սրբազանի գործը։ Ինքը մտնելու է հայ իրավական մտքի պատմության մեջ, իր ելույթները դատարանում։ Դա լինելու է մեր ապագա սերունդի համար կոչ, ինչպես չպետք է լինի իշխանությունը, որն է կարմիր գիծը։ Միգուցե սա այն
բանն է, որ մենք պետք է անցնենք։ Իրեւ ՄԱԿ-ի խումբն էլ, հա, իրավական հանձնակատարների արձանագրել էր մի շարք խախտումներ կոնկրետ Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով, ասում են, որ ամեղության կանխավարկածի հարկում, հա, եւ այլ շատ խախտումներ։ Ջան, ամեղության կանխավարկած ընդհանրապես էս թվում է չկա երկրում արդեն։ Բոլորին քննչական կոմիտեն, հակագործություն կոմիտեն, դատախազությունը միանգամից խարանը խփում է։ Հա վերջում այդ նախադասությունը ասում են, ինչեւ վերջնական դատական ակտի վճիռը չեն կարող վերջնական եղել, այդ նախադասությունը օգտագործում, բայց իրականում տեքստերն այնպես են պատրաստում, որ մարդուն վարկաբեկում են։ Անմեղության կանխավարկած, այո, համաձայն եմ, ոչ միայն Բագրատ Սրբազան, բոլոր մյուս գործերում չկան, առկա չէ։ Ընտրություններից հետո այսպես մի նոր թափ է, հա, ստացել ու Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ժողովուրդը ինձ մանդատ է տվել քրյա օլիգարխիան այսպես կոտրելու, թալանը վերադարձնելու համար եւ գործում է ըստ ժողովրդի մանդատի։ Հիմա մի կողմից էլ եթե այսպես հա նայենք ընդդիմությունը բնականաբար հա գիտեր որ ընտրությունից հետո նման սցենարի դեպքում հա սպասում են իրավական գործընթացներ որտեղ ողջ քարոզարշավի ընթացքում զգուշացնում էր սա նստելու է սա նստելու է բայց տպավորությունն է որ այդպես միայն լսում էին եւ անցնում առաջ եւ չկար ծրագիր որ այս դեպքում ինչ է լինելու նման ռեպրեսիաների դեպքում Քրիստինե ջան մինչեւ բուն հարցին պատասխանել եմ Այս այն հանգամանքը, որ այսօր այս իշխանությունը նորից վերարտադրվեց, իհարկե դրա առաջին մեղավորը իշխանությունն է, բայց դա ընդդիմությունն էլ պետքա փոխի իր գործելավոճը։ Միանշանակ ընդդիմությունը պետքա մարդկանց հետ աշխատի տուն առ տուն, գյուղ առ գյուղ, մեր քաղաքացին կարիք ունի շփվելու, բացատրվելու ու պետք չի մեղքը քաղաքացիրա թողնել։ Այդ ամենավատ բանը որ ասում։ Այս քարոզարշավի ընթացքում եղավ այդ շփումը։ Ժամանակը ցավոք սրտի շատ կարճ էր։ Որ միայն իրենց համակիրների որոշ շրջանակներ հետ հանդիպում էին եւ դրա համար եմ նաեւ ասում, էլի ընդդիմությունն է պիտի փոխի իր գործելավոճին։ Ամեն օր պետք է աշխատի, չպիտի սպասի ընտրություններին։ Հուսամ այդպես կաշխատի, բայց բուն հարցին պատասխանելու մասով երբ որ նշեցիք որ իրանք նշում են որ եկել են իշխանության ժողովուրդը մանդատ է տվել 2021 թվականին ժողովրդից իրանք մանդատ ուզեցին Հադրութը եւ մյուս տարածքները դեօկուպացնելու համար եւ ինչ արեցին իրենք 2018 թվականին իշխանության գալուց առաջ խոստանում էին բուհական համակարգ ապա քաղաքականացնեն ապա կուսակցականացնեն արեցին այդ լրիվ հակառակը ինչպես իրենք այդ բոլոր խոստումները չեն իրականացրել նույնիսկ սա չեն իրականացնում եւ դա ընդհանրապես իրան ձեռքին ժողովրդին խաբելու հերթական գործիքն է ներողություն եմ խնդրում բայց ժողովրդին օրակարգերով շոուներով կերակրելու ճանապարհն է քայլի տեսնում ես ասենք մարդը անենց գործեր են կարող ասում եմ այլ գործ չէր կար այդ մարդու նկատմամբ ասենք իրականում հայտնաբերվել էլի կամ այդ շոուները Գագիկ Ծառուկյանի ձերբակալումը չգիտեմ ասենք եթե մարդուն ձեռնաշխտան չես կարող հաղթես իմաստով նա կիսած ձեռնաշխտան դրන չի դիմադրում իմաստով նա գետին տապալելու սա ինձ թվում մի քիչ հասկացող մարդ ասեն շոուները սրանք ընդհանրապես սրանք շոուն հերթական անգամ մեր քաղաքացիներին խաբելու բայց դա ամեն անգամ չի ստացվել իրենց մոտ ու չեմ ես ներքին համոզմունք ունեմ որ երկրում հառաջացող եկեք մի բան ֆիքսենք բնակչության ընտրողների ավելի ընտրությանը մասնակցած քվեարկությանը մասնակցած անձան կեսից ավելին չի ընտրել այս իշխանությունը սա փաստ է ով գնացել ընտրության դրանց մեծ մասը չի ընտրել այս իշխանությունը եւ այս փաստը պետք է հաշվի նստել ու ես վստահ եմ այս թվերը գնալով ավելանել մարդկանց աշխարհը գնալով բացվելու են Բայց պետք է այսպես ընդդիմությունն էլ հա ռեսվի որ մշտապես հատկապես գործող իշխանությունն ունի հա այսպես կայուն զանգված որ նաև ակտիվ է այսպես քաղաքական process-երում տարբերություն դիմադիր շրջանակների այսպես հա ընտրազանգված է ավելի ակտիվ է ավելի քաղաքական այսպես process-ների մեջ ընդգրկված ինչու այդպես Դա նորմալ է Քրիստիան ջան ամբողջ աշխարհում է տենց է որովհետև վարչական ռեսուրս ինքը շատ ուժեղ ռեսուրս է ցանկացած իշխանության համար դա բոնուս է Եթե մանավանդ երկիրներ մերպես ժողովրդավարությունից գլորվող երկիր է, ցած գնացող երկիր է, վարչակարգի դերը բարձրանալու է։ Սա նաև դրա արդյունք է այդ ակտիվությունն է։ Գումարած դրան որ մենք ցավոք սրտի մեր հազարավոր քաղաքացիներ խաբված են ու վստահ եմ օրեցօր իրենք կհասկանան, բայց մենք դրան գումարենք վարչական ռեսուրս։ Այս ընտրության վրա էականազությունը ոնց է վարչական ռեսուրսի կիրառումը։ Այդ թվերը որ մենք տեսնում ենք, ինքը 100,000-ներով ավել ցայն են իրանք հավաքել։ Ու չգիտեմ, էլի մենք միանշանակ իմ խորին համոզմամբ մեր վերջը կգային ժամանակ, երբ որ մենք ժողովրդավարությունից հրաժարվենք, չպետք է մենք
ամուր ատամներով պետքա կարճենք ժողովրդավարությունից։ Սա մեր կարևորագույն զենքներն ու չպետք է մենք թույլ տանք, որ սրանք մեր երկիրը տանեն տոտալիտարիզմի ճանապարհով, ավտորիտարիզմի։ Դա ամենամեծ առարկան է։ Այսպես ընդդիմադիրները բողոք են, հա, որ ժողովրդավար այսպես, բայց Հայաստանը միջազգային հանրության շրջանակներում ինչ չէ նաև այսպես, հա, հանրության մոտ որպես ժողովրդավար երկրի այսպես, հա, անուն իմիջ ունի։ Ընդունենք դա ես այդքան էլ համաձայն չեմ։ Չէ, միջազգային հանրությունն այսպես։ Դե մենք շփվում ենք նաև միջազգային նույն հանրության արտաքին գործընկերների հետ, քաղաքական տարբեր ուժերի հետ, ու իրենց մոտ այդ մոտեցումը ամենայն դեպս չկա։ Շատ ու շատ այդ թվում եվրոպական քաղաքական ուժերի կառույցների։ Ուրիշ բան, որ այդ երկրների շահերից է բխում, այսօր Նիկոլ Փաշինյանն աջակցել է իշխանության, դա ուրիշ բան է, դա ռեալ քաղաքականությունն է, բայց այլ բան իրենք շատ լավ հասկանում են ինչ է եղել։ Աննախադեպ բան ա եղել, ասում, հաղթած քաղաքական ուժը չի հայտնվել պարլամենտում։ Իմ կարծիքով մի քիչ էլ նաև քաղաքական համակարգը վերափոխման, նաև որոշակի բարեփոխումների կարիք ունեն։ Իմ խորին համոզում շեմը բավականին բարձր ընտրական, ու դրա արդյունքում է նաև ինքը վերընտրվել, այդ շեմն էլ պետք է իջեցվի։ Եթե շեմ իջեցվի, այլքան ձեն չի փոշյանա, այսինքն որոշակի բարեփոխումների կարիք կա, ու ես կարծում եմ, որ այս իշխանությանը ճանապարհից հետո, որը շատ հեռու չի, մենք պետք է նաև դրանով զբաղվենք։ Պետք է շեմ իջացնենք, որպեսզի քիչ ձայն հավաքած այլևս իշխանություն չդառնա։ Այ կարճ ժամկետում խորհրդարանում ընդդիմությունը ինչ խնդիրներ պետք է լուծի այս ամենասեղմ ժամկետում, որոնք պիտի լինեն առաջնային փոփոխությունները, թե օրենսդրական, թե այդպես քաղաքական գործընթացների։ Ես կոնկրետ օրենսդրական չեմ, օրենքի անվանումներ չեմ տա, որն է իմ կարծիքով, բայց ոլորտային կթվարկեմ, իմ խորին համոզմամբ ընդդիմության առաջին խնդիրը պետք է լինի դա մեր այսօրվա կարևորագույն հարցը ժողովրդավարության խնդիրն է, ժողովրդավարության պահպանման խնդիրն է, իսկ Խաղաբանտարյանն է թեման, դրա ամենակարևորագույն բաղադրիչն է, թե մեր ներքին, թե արտաքին քաղաքականություն։ Իրենք նախ սրանով պետք է զբաղվեն, պետք է ամբողջ աշխարհի աչքերը բացեն, ինչ է տեղնում Հայաստանում, ինչպես մարդի սեփական հայացքի համար կարող ամիսներով տանով հայտնվի բանտում։ Այս թեմայի շուրջ պետք է անդադ խոսեն բարձրաձայնեն միջազգային հարթակներում։ Մենք ունենք սոցիալ-տնտեսական մի շարք բարեփոխումների կարիք, որոնց օրինակ մենք մի քանի ամիս առաջ կհիշեք մեր կարևորագույն թեզերից մեկն է նաև մարդկանց տարեցների կենսաթոշակառներին ավելի բարեկեցիկ կյանք ապահովելը եւ այդ իշխանությունը ընդհանրապես մի քանի ամիս առաջ տեսեք ասում ենք ինչ ընտրակեղծի կաշառք են այս մարդիկ բաժանել պետական մակարդակով կաշառք են այո օրինական միգուցե շագերտավոր տերմինը օգտագործել մենք դեկտեմբեր ամսին Քրիստինե ջան ստորագրահավաք ենք անցկացնում կոլեկտիվ հանրագիր ենք ներկայացնում որ թոշակները 50%-ով բարձրացրեք ազգային ժողովում այդ հարցը քննարկվում է ու այս մարդ ասում է մենք այդքան փող չունենք 10000 դրամ շատ բարձրացնենք այդ 10000 դրամ ինչ անելու մեր տարեց մարդը թող գնան աշխատեն, թող բիզնես անեն եւ այլն։ Այսինքն այս հեգնական խոսացումը մեր ծնողների, մեր տատիկ պապիկների անցկացումը մենք էլ ապրիլի 1-ին 2 ամիս հետո բարձր այդ գումարը կա։ Այսինքն այս խնդիրները սոցիալ-տնտեսական շատ կարևոր է, որ իմ կարծիքով այս օրենսդրականից բազում մեկ էլ իհարկե մեր գերխնդիրը անվտանգությունն է։ Ու անվտանգության հարցով պետք է լուրջ զբաղվեն, որտեղ անվտանգության այսօրվա կերտողներից մեկը հենց ինքը անձամբ հայտարարում է, որ սեպտեմբերին ես չընտրվեմ պատերազմ կլինի, այսինքն փխրուն է իրան ստեղծած խաղաղություն, չկա այդ խաղաղությունը։ Այդ խաղաղություն չկա ու ցավոք սրտի մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք։ Նաև այս հարցերով ինձ թվում է պետք է անդեպություն ակտիվորեն։ Պարոն Հակոբյան, դուք Հայակվե վարչության անդամ եք եւ Հայակվեն ընտրություններին մասնակցում էր օջակցություն հայտնելով ուժեղ Հայաստանին, հա, այսպես համագործակցությամբ։ Նայեք, ընտրություններից հետո Սամվել Կարապետյանը հայտարարեց միավորման կոչ արեց մյուս ուժերին, ասաց ու այդքանով ավարտվեց, ոչ ինչ որ օրակարգ առաջարկվեց, չասվեց թե ինչի շուրջ պետք է, այսա ինչպես է գնահատում այսպես անլուծության ոլորտ չի։ Ինձ թվում է ավելի կոնկրետ երևի այդ հարցին կպատասխան ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, բայց ես ընդհանրապես ասեմ ոչ թե միավորման, այլ համատեղ կոնսոլիդացիայի, համատեղ հանդես գալու կոչով հանդես եկավ։ Մենք Հայակվեն մշտապես պատրաստ է դրան, պատրաստ է լայն։ Մենք դեռևս հիշում եք անցած տարի հայտարարությամբ հանդես եկանք, որ մենք առանձին չենք մասնակցել, որովհետև մենք չենք տեսնում միայնակ հնարավոր է այս ռեժիմի դեմն առնել։ Իր մնացած ինչ փուլում է եւ այլն, կարծում եմ Այնա որտեվ երբ որ ընդդիմադիր ուժերին այս հարցուղում ես, ասում է, հա հայտարարությունը ընչեց, բայց չասվեց օրակարգ, թե ինչ ֆորմատով են պատկերացնում, ինչ օրակարգի շուրջ համախոհում։ Դա այսպես ասվեց ու փլուզվեց։ Կարծում եմ աշումը սեպտեմբեր-հոկտեմբերի մենք որոշակություն կունենանք, սա իմ ենթադրությունն է ընդհանրապես, բայց մենք նորից ասում ենք, մենք մեր
ասացի տերն ենք միջև վերջ այդ գաղափարի հետևից գնալու ենք, մենք լայն կոնսոլիդացիա արդյունքում ենք միայն տեսնում այս իշխանությունից ազատացել ու նեվ դա մենք դրսևորեցինք մենք ընտրությունների ժամանակ, երբ որ շատ ու շատ քաղաքական ուժեր մասնակցեցին, որ կանխատեսներ չանեն, միգուցե մենք մասնակցենք իրենցից շատ ավելի ձայն հավաքենք, բայց մենք հասկացանք, որ չեն գնալու այդ ռիսկին, մենք չեն գնալու ձայների փոշիացման ճանապարհով եւ այլն, մենք պատրաստ ենք, այսօր եւս պատրաստ ենք, որտեղ մեր կարևորագույն խնդիրը ազգային հարատև պետություն ստեղծել։ Իսկ ընդունում եք այս քննադատությունները ուղղված ընդդիմությանը, որ ավելորդ ու չափազանցված, այսպես նաև քաղաքական իմաստով մեծամտություններ այս պարտության պատճառն է, որ բոլորը իրանց կարգել էին հաջորդ վարչապետ կարելի ասել, բայց չկար սցենար, թե ինչ է լինելու այս դեպքում։ Ջան, եթե ընտրական գործընթաց է, բնականաբար ընտրությանը մասնակից ցանկացած քաղաքական ուժի առաջին համար կամ լիդեր կամ առաջնորդ ինքը վարչապետի թեկնածու է։ Այսինքն ես նաև այն պահը չի հասկանում, երբ որ ընդդիմադիր քաղաքական ուժերին հարցնում են ձեր վարչապետի թեկնածունով չէին ասում։ Այսինքն դա նորմալ չէ, թե ընտրական գործընթացը, ընտրությունա պարլամենտական երկրում, նշանակում է ներկայացնում ես քո վարչապետի թեկնածուն։ Այսինքն ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում, նաև կարծում եմ, որ այս տարբերակը, որովհետև եթե չէ լինում ընտրակեղծիքները, վարչական ռեսուրսի կիրառումը, 60000 ցայնի գողությունը եւ այլն, իրանք ամենևս պարտվելու են։ Իրանք 100,000-ավոր ցայն զինվորների քվեարկություն վարչակ իրանք այսինքն Գյումրի երկու սցենարը դա փոփոխություն ասենք հա ցայների վրաստի 10%, 15%, բայց այդպես տարբերություն հիմա փաստորեն ընդդիմությունը ունի 40 մանդատ, եթե չեմ սխալվում, իսկ ԿՊ-ն 64, այսինքն ցայների հարաբերակցությունը բավականին մեծ է, ոչ թե մի քանի ցայն։ Վարչական ռեսուրսի կիրառումը այդ ամբողջը եթե մենք գումարում ենք ինքը Գյումրի երկու սցենարի կրկնվելը հավանական է, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը մեկ հարթակով գնային, ես չեմ կարող ասեմ դա ինչքանով արժանավետ կլիներ, չեմ ուզում նաև այդ բանը մեջ մտնել, բայց նաև ցույց տվեց, որ գիտեք ինչ, մեր ընդդիմադիր դաշտը ճիշտ եք ասում, խիստ բևեռացված է։ Ընդդիմադիր դաշտը բևեռացված է, ամեն մեկի վրա ինչ որ անուն են կպցնում, սա, բայց Ժորժ ջան, ես նորից ասեմ, մենք ունենք գերխնդիր։ Գերխնդիրը իշխանությունից ազատվելն է։ Ու մենք այդ քաղաքականությունն ենք որդեգրել ու այդ ճանապարհով շարունակելու ենք աշխատել, որպես միավորում, որպես մեր քաղաքական դաշտում, մեր քաղաքական համակարգում ասելի կշիռ ունեցող միավոր։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ձեզ շնորհակալ։ Հարգելի ստատիտողներ, մեր զրուցակիցը այսօր Հայ Աքվե միավորման վարչության անդամ Ցալակ Հակոբյանն էր։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։